մեր այսօրվա ղեկավարից 10-15 օր առաջ մեր պես թոշակառուներից համոզեց, որ ես 10,000 դրամ փողը չի ավելացել։ Եթե դու չպետք է այրնակ, հիմա դարվեց սոկտը մյուս բանը։ Հարց առաջանում, ինչ անցավ իր մտքով, որ այս մարդը Բերնանաղ դիմեց 10,000 դրամ փողը տալիս։ 10 օր առաջ ինչ էր ասում, հիմա ինչ ասում։ Ավելի քան համոզմունք ունենք, որ այդ չպիտի լինի 10, չպիտի լինի 20, մենք տեսնում ենք, որ մեր թոշակառուները պետքա ապրեն անհոգ։ Պետությունը պետքա գնահատի մեր պապերի տատերի ներդրումը հայրենիքում։ Աշխատել եմ պետական համագարկում, աշխատել եմ Վանաձորի քաղաքապետարանում։ Ստացել ենք շատ քիչ աշխատավարձ։ Այսօր բարեկներին ես ցենց եմ նայում, որ տալիս են հավելյալ վճարներ, տալիս են լիքը փողեր, բայց իրանք գործը պատշաճ չեն անում։ Այսինքն չեն անում, մենք նայում ենք, որ ավելացել են լիքը դեպքեր, թե սպանություններ, թե ամեն ինչ, ու տալիս են իրանց պրեմիաներ։ Ուզում եմ իմանամ ուժեղ Հայաստանում ոնց է լինելու։ Ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյանի օրոք ամեն մեկ իր տեղում է լինելու։ Ձեր թվարկած նաև ոստիկանները եւ մնացած ամենքը անելու են իրանց գործը հավուր պատշաճի։ Խոսում ենք հանցագործությունների շատացման մասին եւ այլն, կարճ ասեմ, ամեն մարդ զբաղվի իր գործով, մենք խնդիր չենք ունենա։ Մենք ներկայացնում ենք Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը, առաջին քայլը 300,000 նոր աշխատատեղերն են։ Մենք ունենք 500,000 գործազրկություն Հայաստանում, 300,000 նոր աշխատատեղերից 85,000-ը լինելու է արտադրական ոլորտում։ Վանաձորի տարածաշրջանում ժամանակին եղել են մեծ գործարաններ։ Մեր ծնողները զգացել են իրենց վրա, իրենց ընտանիքների վրա, թե ինչ է նշանակում տարածաշրջանում ունենալ գործարան եւ ինչ է նշանակում մեր լեզվով ասած ունենալ գործի տեղ։ Հոգու հպարտություն եմ այս պահին ապրում, էյֆորիայի մեջ եմ։ Ուզում եմ մի լավ բան ասել։ Ըստ իս ուժեղ Հայաստանն է հզորացնելու մեր հայրենիքը։